կտրվի այս ամենին իրավական պատասխան եւ բոլոր մեղավորները առանց խտրականության բոլորը պետք է պատասխան տան յուրաքանչյուր տղայի չլինելու համար։ Իրավական կողմ թողնելով տիկին ասած զգացողությունների հետ կապված ամեն անգամ այդ հայտարարությունները նավովանդակ որ կարող էին ասած ձեր որդիները։ Ես չգիտեմ ինչ օրինակ վերեմ, երբ որ մարդը ընտանի կենդանի է պահում իր տանը եւ գալիս է մի ժամանակ, որ այդ կենդանին չի լինում, տվյալ մարդը ամբողջ իր կյանքում հիշում է իր կենդանուն, այն դեպքում, երբ որ ինքը 9 ամիս երեխային իր կրծքի տակ չի կրել, նրա դաստիարակությամբ չի զբաղվել, լավ վատ օրերով չի տառապել եւ դու երբ որ 20 տարի պահել ես քո երեխային, ապրել ես նրա ամեն մի ուրախությունով ու այսօր քո երեխան ինչ որ մի մարդու կամահրանքի պատճառով իր աթոռի համար տարել եւ զոհել է այսքան տղաների։ Լսում եմ իր ելույթները այսօր դեպ լրագրողների հետ հարց ու պատասխաներ, անգամ լրագրողներին է սպառնում, որ եթե դուք ինձ չընտրեք, ձեր կոպիտ եմ ասում, ձեր բերանին են տալու, Վահե Մակարյանին է ասել, Լիային նորից վախացրեց, ասեց նույնը ասում եմ ինչ որ ասել եմ Մակարյանին, իմ կարծիքով այս մարդը չգիտեմ ով է, որ ամեն առավոտ արթնանում է քնից, բացում է իր հեռախոսը եւ այն հայտնի մուլտիկի նման ասում է зеркальце скажи, я на свете всех милее եւ всех ռումյանի բիլեյը, բայց ուզում եմ հիասթափեցնել, որ դու դա չես, դու ընդամենը պարտված ղեկավար ես եւ պարտված ղեկավարը, եթե մի տոկոս ինքնասիրություն ունի, ապա նա 20 թվականի նոյեմբերից հետո պետք է հեռանար իր աթոռից, տեղը զիջելով ավելի հզոր։ Ես մի քանի դրվագ եմ տեսել, երբ Նիկոլ Փաշինյանը շրջում էր, օրինակ ասում էին զոհվածի տատիկ է, այսպես խոնարհվում էր եւ այլը, բայց մենք տեսել ենք թե ծնողների հետ ինչպես են վարվել եւ շատերին նաեւ հորդորում է, ասում է թող դուրս գան մարդկանց մեջ, շրջեն ուղիղ եթերով եւ այլն։ Երբևէ կկարողանա օրինակ անցնել ձեր դիմացով, զոհված զինծառայողների, ծնողների, պայքարող ծնողների դիմացով եւ այդպես հանգիստ շրջել ուղիղ եթերով։ Առանց այո այդ շքախմբի։ Պաշտոնավարման ընթացքում իհարկե առանց թիկնապահների բոլորս էլ գիտակցում ենք, որ չի կարող շրջել։ Նա անգամ կես մետր, 10 մետր հեռավորության վրա նա չի կարող երևալ զոհված զինծառայողների պայքարող ծնողների առաջ։ Իսկ հետագայում եթե կալանավորված չլինի, կարող է, բայց այդ դեպքում չգիտեմ ինչ կարող է տեղի ունենալ իր հետ։ Հաստատի նա առանց թիկնապահների տեղ չի գնում։ Նա էլ ձեր աչքերին պարզապես կկարողանա թե մտածում եք ինքը այնքան այդ ցինիզմ ունի, որ կկարողանա։ Այո, նա ինքնասիրություն չունի, հասկանում եք, նա ամեն ինչ անում է, որպեսզի վիրավորի, ցավեցնի, ցավի վրա նորից ցավ ավելացնի, սպառնալով խաղաղություն, եթե ինձ չընտրեք խաղաղություն չլինի, այնինչ այդ խաղաղությունը թելի պես կախված է մեր գլխին։ Ամեն վարքյան, հա, վախացնում է, դու գնա, պատերազմ հաստատ չի լինելու, գնա, թող այս ազգը շնչի